Դենով այս բրտիարը։ Մեքենայի կողքերով։ Ողջույն։ Արտուն։ Ինչ ասեմ, ժողովուրդ ջան։ Ինչ էին փնտրում։ Հերթական շոուներ։ Երեկվա պլանից պարզ էր, որ ակնկալվում է նմանատիպ գործողություններ։ Առավոտը այսպես բացվեց։ Ինչ-որ հակատանկային բաներ պետք է բերենք, տանկերը պայթեցնենք, տենց ձևակերպում են։ Այսինքն բարձրացրվածանել են կալանավորել։ Չգիտենք, ես չգիտենք, հիմա մեզ կալանավորում են, թե չէ։ Ինչ են տարել ես։ Գիտենք ոչ։ Նորմալ է, ժողովուրդ։ Ժողովուրդ, թողեք ձեզ ինչ են ներկայացրել են ձեզ։ Չվնավոր ոչ մի բան, նոր են տանում։ Բայց ինչ հիմքով են տանում, պետք է մի բան ասեին։ Ուղղակի տանում են։ Ուղղակի տանում են, հա, ինչ որ հակատանկային պայթեցնում։ Ոչ մի բան, հա, տանկային պայթուցիկ։ Այդ հակատանկայինը հայտնաբերել։ Ո՞վ է շարժացան։ Այստեղ աշխատանքի Դուք ուդացած հայեր եք։ Մեր մոսոին տարա։ Քնչական գործողություններ տեղի ունեցան։ Տեսեք, ժողովուրդ ջան, խնդրում եմ Դիրքավորվեք հետո հանգիստ, կանգնացամաս։ Գերեք, էլի ժողովուրդ։ Մի գնացեք ախպեր։ Ժողովուրդ ջան, հանգիստ։ Ես չեմ շտապում։ Տեսեք, խուզարկություններ կատարվում, կար դատանի կողմից որոշում խուզարկության, կարծում եմ հերթական շոուներ, մասկի շոուներ ինչպես տեսակ, երեկվա պլանի հետ կապված պարզ է, որ այսօր նմանատիպ գործողություն կատարվելու, լույսը այդպես է բացվել։ Իսկ ինչ հակերների միջև հայտարարությունը ինչ են հայտնաբերել ներսից Որևէ քերիորեն հետապնդելի առարկա իր չեն հայտնաբերել։ Մի բուռ մեղ են տարել կոշիկի համար նախատեսված այս չափի կամ չգիտեմ, այդպիսի բաներ։ Մի քանի արկղեր, մի 7-8 արկղ։ Մի հակ ահաբեկչության հետ կապված, ահաբեկող նյութը, որ կարող է սրբազանի տանը հայտնաբերեին, դա Հովհաննեսի հայտնության ապոկալիպսիսի նկարագրությունն է, այլ բան չէր կարող է տեղ լինել։ Իսկ արկղերով ինչ էր վարազդատ, որ տարան, Արտուրը Սարգսյանն ասաց այդ ծխերից են Արտուրները։ Հա, այդ այն ծխերից են, որը յուրաքանչյուր քաղաքական ակցիայի ժամանակ լինում է, մանուշակագույն, եւ որը, եթե հիշում եք, ներկայիս վարչախումբը ազգային ժողովում 18 թվականին, թե ինչպես էր ծխում եւ Իսկ այդ մեխերը, որ ասում եք, մի բուռ մեխ են տարել։ Դա հեգնական եմ ասում, հարգելիս, որովհետեւ որևէ բան չկար։ Ինչ է կատարվել, իրավական։ Տեսել եք քնչականի հայտարարությունը, որքանով հասկանալի է, զանգվածային անկարգություններ, ահաբեկչություն, իշխանության զավթման փորձ, նմանատիպ ժուլվերնյան ֆանտաստիկ ինչ-որ չէ, քնչական Վանթաշյան տարվեց։ Ինչու էր ԱԱԾ-ն Բերմանի ընթացքում։ ԱԱԾ-ն մասնակցում էր գործընթացը ապահովելու ավտոմատավոր դիմակավորված անձինք, մտածելով, որ ահաբեկիչներին ձերբակալելուց պետք է որ ավտոմատավորներ լինեն։ Հարությունյան Սերգեյ։ Ներողություն, ինչու 6 ժամ տևեց։ Ամեն դեպքում ասացին, որ 7-ից մինչև Դե տեսեք, ամեն սենյակի, ամեն դարակի, ամեն նամակի վրա ժամանակ էին ծախսում, այդ ամենը արձանագրում էին, ամեն ծուխը նայում էին, հաշվում էին, տեսակ դուք ընթացքում կերևան։ Արցյան ներսից նաև ճանապարհային երթևեկության ինչ որ եռանկյունի նշան հանեցին։ Ներսից մի հատ եռանկյունի նշան հանեցին ճանապարհային երթևեկության, դա կարող են դիտարկել որպես այն որ ճանապարհային ապակայունացնող վիճակ պիտի երթևեկության։ Կարծում եմ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա, երբ որ ասենք մեքենա խոտանվում է, պետք է հանի դնի։ Ես չգիտեմ նախկինում էս տանը ով է բնակվել, ինչ նպատակներով է այդ
նշանը, բայց ես գիտեմ, որ յուրաքանչյուր բարեխիղճ վարորդի մեքենայում այդպիսի նշան կա։ Սերգեյ Հարությունյան։ Պարոն Հարությունյան, իսկ որևէ, այսինքն կարգավիճակ այս պահին Բագրատ Սրբազան ունի եւ նրա այդ մի հոգեվորականի եւս տարան, նրա անուն ազգանունը նկասեք, նա անկեղծ չեմ հիշի, Հարայր Սարգսակն է եւ Մովսեսն է։ Կարգավիճակը դե այս պահին արդեն ձերբակալված է համարվում, վստահ եմ կալանքի միջնորդություն կներկայացնեն։ Սրանք կանայք հատկապես կհասկանան այս վիդեոն մի հատ։ Ասեմ ձեզ դա ինչ է, այո, կենցաղային, չգիտեմ, գետնի շորի ձողն է, որը յուրաքանչյուրի տանը կա, բայց իրենք համարեցին դա ձող, հա, այն դեպքում, որ, չգիտեմ, 10 տարեկան երեխան անգամ կարա դա կոտրի, որովհետև դա բարակ թիթեղ է։ Սրբազանի հեռախոսը առգրավել է։ Այո, բոլոր հեռախոսները, բոլոր գրիչները, ամեն ինչ։ Ենթարկեցին Հրայր Սարգսակին, Սրբազանին, Հրայր Սարգսակին եւ Մովսեսին։ Մովսեսը Սրբազանի մտերիմներից չեմ հիշի։ հացել եք ձայնագրությունների բովանդակությանը, որոնք տարածել եք։ Ոչ, ես զբաղված եմ խոզակության։ Հարությունյան, առանձնազրույցներ են Բագրատ Սրբազանի հետ, աջակիցների հետ, տարբեր հատվածներ անհասկանալի տեղերից, այսինքն երիտասարդներ եթե ունեք, հավաքեք, թող օնլայն տիրույթում ակտիվություն ծավալեք։ Դա հնարավոր է այսպես ահաբեկչական սցենարի սցենար։ Տեսեք, երիտասարդներին հորդորում են վստահաբար կարող եմ ասել ոչ։ Այս ողջ ժամանակահատվածում վերջի 1 տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, տարբեր միջոցառումներ են եղել եւ այդ ժամանակ բարձր որ այդ ակտիվությունը անձանց այդտեղ որն է քրերն հետապտել բայց հիմա իրանք այս շոուի ատրիբուտները այսպես ապահովելու են տարբեր այսպիսի բաներ են տարածելու շղար ստեղծելու եւ իմիտացիա անելու համար որ տեսեք ահաբեկչական խումբ ենք։ Այսինքն դուք պնդում եք, որ որևէ իրեղեն ապացույց այս պահին Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է։ Մենք այսպես շոուներ բազմաթիվ ենք ունեցել, նույն հայ-հեղափոխական դաշնակցության հետ կապված տարին մեկ մի անգամ այսպես գնում են մարզերում բոլորին ձերբակալում են։ Հետո բառնորես Դե այս անգամ ավելի սրացում է։ Ես եմ շնորհակալ։